Այսօր իմ 300 հետևորդները մրցելու են իրար դեմ և ամենավերջում հաղթելու է ընդամենը մեկը։ Ու մրցանակն էլ լինելու է ուղևորություն դեպի Փարիզի Դիսնեյլենդ։ Այս պահին դու դիտում ես իմ ամենամասշտաբային վիդեոն, որը ես երբևէ նկարահանել եմ իմ YouTube-յան պատմության մեջ։ Ոնց է տրամադրությունը, մարտական ենք տրամադրված։ Մնա մինչև վերջինց հետ, խոստանում եմ, որ թեժ է լինելու։ Այս պահին դու դիտում ես Հավատա քեզ Games-ը, որը բաղկացած է 6 տարբեր փուլերից, որոնք գնալով ել ավելի հետաքրքիր են դառնալու։ Այնպես որ մնա մինչև վերջինց հետ, Հավատա քեզ Games-ն ուղղակի թեժ է անցնելու։ Դե ինչ մենք գտնվում ենք առաջին փուլում, որը կոչվում է դրոշակների վազք։ Խաղադաշտում տեղադրված են դրոշակներ, բայց դրանց քանակը մասնակիցների քանակից քիչ է։ Պետք է հնարավորինս արագ վազել ու վերցնել դրոշակները։ Նրանք, ովքեր կգտնվեն ամենաարագը եւ կհասցնեն դրոշակ վերցնել, կտեղափոխվեն հաջորդ փուլ։ Իսկ նրանք, ովքեր կմնան առանց դրոշակի, կլքեն խաղը։ Այսինքն մասնակիցների կեսը ուղիղ 150 մասնակից հենց առաջին փուլից դուրս է մնալու խաղից։ Առաջին խումբ պատրաստ ենք։ 3, 2, 1 Վերցեք դրոշակները։ Տեսնեմ, վերցեք դրոշակները։ Օպա, մյուսը, հասավ։ Վերցրա, օպրեք։ Շատ ու շատ երեխաներ մնացին առանց դրոշակ, ինչն էլ նշանակում է, որ ըստ առաջին փուլի կանոնների նրանք դուրս մնացին խաղից։ Շատ ես տխրել։ Ո՞վ է վերցրել։ Դու ես վերցրել։ Դե լավ մի լացի, ոչինչ, չենք լացում։ Հիմա ես կանգնած եմ պարտված մասնակիցների հետ, ամեն ինչ դեռ առջևում է, ոչինչ, սա ընդամենը խաղ է, չենք նեղվում։ Դե ինչ մեր առաջին դրոշակներով խումբը արդեն կազմավորված է։ Առաջին խումբ շնորհավորում եմ, դուք հաջորդ փուլում եք։ Հերթը երկրորդ խմբինն է։ Իսկ դուք պատկերացրեք, որ Իդրամ Ջունիորից օգտվելով կհայտնվես Կարոյի վիդեոյում։ Ոչ, երբեք, չէ։ Իսկ քո Իդրամին ուղարկում է պապան գումար, թե մաման։ Պապան։ Իսկ շատ են ուղարկում։ Հա։ Գոհ ես։ Շատ։ Եթե դու ես ուզում սովորել կառավարել քո ֆինանսները, ապա ներբեռնի Իդրամ Ջունիոր հավելվածը։ Երկրորդին պատրաստ ենք։ Ով չվերցրեց դրոշակը դուրս է մնում խաղից։ 3, 2, 1 Եկան, բազում են։ Էսա, լիքը ազատ դրոշակներ կա, դեռ շատ է դրոշակները։ Զգույշ, չենք հերում իրար, որը վախում եմ, այսօր եմ ընկել։ Դրոշակով մասնակիցներ դուք անցաք հաջորդ փուլ։ Շարժվում ենք առաջ։ Տարիքային շեմը գնալով բարձրանում է եւ երեխաները այս անգամ ավելի մեծ են։ Ուշադիր կլինեք, որ դրոշները վերցնեք։ Գնացինք։ 3, 2, 1 Եկան։ Մեծերին արդեն վախենալու է։ Մնացիր առանց դրոշ։ Պարտվողներ, չենք նեղվում, լավ կլինի սաղ։ Հատուկ շնորհակալություն Նոա ֆուտբոլային ակադեմիային այս գեղեցիկ դաշտը մեզ տրամադրելու համար։ Ձեզ շնորհավորում եմ, կարող եք միանալ հաղթողներին։ Իմ ձախ կողմ գտնվում են բոլոր այն մասնակիցները, ում չհասավ դրոշակ եւ ցավոք սրտի նրանք պարտվեցին։ Իսկ իմ աջ կողմում գտնվում են հաղթողները, ում հասավ դրոշակ։ Պարտվողներ ջան չենք ուսահատվում, ուղղակի բացում ենք դարոյին տիզողիկները ու քաղցրացնում ենք այս պահը մի փոքր տրամադրությունը փոխելու համար։
Հուսով եմ դառնանքի քաղցր ձողիկները մեր պարտվողների տրամադրությունը մի փոքր քաղցրացնի։ Պարտվող երեխաներ, ձեր համար ունեմ անակնկալ։ Չգիտեմ ոնց ասեմ։ Իրականում այս առաջին փուլը Չեք էլ կարող պատկերացնել, թե ինչ է սպասվում պարտվողներին։ Առաջին փուլը ընդհանրապես մարզում էր, դուք նույնպես երկրորդ փուլում եք։ Չեմ հավատում, ինչ ուրախ են։ Այո, այս փուլում ոչ մի պարտվող չկար։ Շնորհավորում եմ, դուք նույնպես հասնում եք հաջորդ փուլ։ Պարտվողները նույնպես երկրորդ փուլում են։ Սա էլ իմ կողմից ձեզ նվեր։ Դուք ֆինի պաղպաղակներ սիրում եք։ Կարոժնին հենց ֆինի արտադրանքն է։ Հավանում եք։ Հա։ Իսկ կարող ենք միասին ուտենք։ Կարոժնի եք ուզում, թե ուրիշ պաղպաղակ։ Բարի գալուստ երկրորդ փուլ, որը կոչվում է արագացրու։ Ինչու արագացրու, քանի որ եթե դանդաղ շարժվես, ապա ուղղակի դուրս կմնաս խաղից։ Մեր 120 մասնակիցները բաժանված են լինելու 4 թիմերի։ Ամեն թիմում 50 հոգի։ Լինելու է 3 տարբեր փորձություն։ Առաջին 10 հոգին պետք է վազի կոների արանքով հնարավորինս արագ եւ անմիջապես ավարտելուց հետո երկրորդ 10 հոգին պետք է ցատկելով անցնեն բարձր հարթակների վրայով։ Իսկ ամենավերջին 10 մասնակիցները պետք է զամբյուղի մեջ նետեն գնդակներ։ Երբ լրանա 10 գնդակի սահմանը, ամենավերջին նետողը պետք է վերցնի հսկայական հավատակե ցուցանակը եւ բարձրացնի վերև։ Այն երկու թիմերը, որոնք կանցնեն այս փորձությունները ամենադանդաղը, ցավոք սրտի կլքեն խաղը։ Եվ երկրորդ փուլի վերջում կմնա ընդամենը 60 մասնակից։ Այս անգամ հաստատ տենց հաճելի անակնկալներ չեն լինելու, որ բոլորը անցնեն հաջորդ փուլ։ Պիտի չէ ունենանք հաղթող։ Հնարավորինս արագ ենք լինում, որպեսզի հաղթենք։ 3, 2, 1։ Հեն այդտենց, արագ։ Օպրես պուճուր։ Արագ։ Վազի, արագ, տեմպով։ Քեզ տեսնեմ, այդտենց վազի։ Օպրես դու։ Հավատա, քեզ։ Հերթը ձենա, թռեք։ Արագ։ Միշտ կմարզենք, թե որ թիմի ամենարագը ցանկանում են խոսալ մեր գլխավոր հովանավորի Իդրամ Ջունիորի մասին։ Այս բոլոր երեխաները Իդրամ Ջունիոր են օգտագործել, դրա համար այսօր նկարահանվում են իմ ամենամասշտաբային YouTube-յան վիդեոյում։ Այնպես որ սկանավորիր էկրանի QR կոդը, ներբերի Իդրամ Ջունիորը եւ սկսիր օգտվել Իդրամ Ջունիորից։ Արագ։ Բասկետբոլի մրցույթը սկսեց եւ քեզ տեսնենք, քցի։ Օպրես։ Քեզ տեսնենք։ Մալադեց։ Այո։ Առաջին փուլը անցավ 3 րոպե 33 վայրկյանում։ Հերթը երկրորդ թիմինն է, գնացինք։ Երկրորդ թիմ, պատրաստենք։ 3, 2, 1։ Վազում ենք, տեսնենք ինչ վիճակա։ Վազի։ Ցանկանում եմ հիշեցնել, որ այս բոլոր երեխաները պայքարում են միայն մեկ մրցանակի համար։ Ուղևորություն դեպի Փարիզի Դիսնեյլենդ, ինչն էլ աշխարհի երեխաների մեծամասնության երազանքն է։ Իսկ երազանքին հասնելու համար պետք է մտքում պահել հավատա քեզ կարգախոսը եւ առաջ շարժվել։ Վերջինն է, արի։ Գնացինք երկրորդին, թռնում ենք, վազի։ Այդտենց, գնա։ Հերթը բասկետբոլինն է, քեզ տեսնենք։ Այո։ Դավայ։ Չեղավ, նորից, մեջնից ամենաբոյովը չկարեցավ գցի։ Երեխեք ասում են, որ դու խանգարում ես։ Ես եմ խանգարում։ Անես երեխքին դուխ եմ տալի, դու ես խանգարում երեխեքին։ Արագ։ Վարկյան։ 3, 2, 1։ Արա չի աշխատում։ Գնացինք։ Վերջին մասնիկ ինձ հասավ, թռնում ենք, օրը իսիշ լավ ես դու թռնում, աշկով տվեցի, զգույշ, իսիշ են անում, զգույշ, ես իրանց տեղը հոգնեցի, արագ, վերջինն ես, գնա, օրը զգույշ, գնացինք, բասկետբոլն է, այո, իմ հետևորդները ամենասպորտային ու ամենաճկունն են, քեզ տենամ, Քեզ տենանք, վերջինն ես, այո, շարժվում ենք առաջ, վերջին խումբ պատրաստ ենք,
Ես մեծ հույսեր ունեմ ձեր հետ, նենց որ արագ կլինեք։ 3, 2, 1։ Մինչ երեխաները շարունակում են խաղը, ցանկանում եմ հիշեցնել հուլիսի 19-ին Երևանում կայանալիք մանկական Summer Fest-ի մասին, որտեղ ես ելույթ եմ ունենալու իմ ամենասիրված երգերով։ Ոչ մի բառագայում բաց չթողնես, տոմսերը ձեռք բերելու ինֆորմացիան նշում եմ այստեղ։ Այո։ Այո։ Քեզ տենամ։ Այո! Արագ։ Քեզ տենան։ Այո! Արագ, բարձրացրավ մեջ։ 4 թիմը նույնպես ավարտեց։ Իմ ետևում այս պահին գտնվում են 4 թմերը, ովքեր խաղացին արագացրու խաղը։ Տեսնենք թե ովքեր են այդ 2 թմերը, ովքեր եղել են ամենաարագը։ Պատրաստ եք։ Առաջին թիմը կարողացել է անցել 3 րոպե 33 վայրկյանում։ Բայց այս բայցը առաջին թիմը շատ անարդար է խաղացել համեմատած մյուս թմերի։ Մեր ստուդիան 1 րոպե որպես պատիժ ավելացրել է առաջին թմին։ Այդ իսկ պատճառով 4 րոպե 33 վայրկյան առաջին թիմ։ Երկրորդ թիմը կարողացավ անցնել ողջ ճանապարհը 5 րոպե 18 վայրկյանում։ Երրորդ թիմը ողջ ճանապարհը անցավ 4 րոպե 51 վայրկյանում։ Այս ինչ էմոցիաներ է։ Եվ մեր վերջին 4-րդ թիմը անցավ 4 րոպե 20 վայրկյանում։ Դա նշանակում որ հաղթում է առաջին եւ 4-րդ թիմերը։ Շնորհավորում եմ առաջին եւ 4-րդ թիմերին։ Ցավում եմ, բայց 2-րդ եւ 3-րդ թմերը մնացին խաղից դուրս։ Այս փուլում բոլորը շատ էներգիա ծախսեցինք, դրա համար առաջարկում եմ միասին համտեսենք ֆլեշի համեղ հոթ-դոգները, վերցրեք։ Գիտեք ինչ համով է։ Հայաստանի իմ ամենասիրած հոթ-դոգներն է, սրանք փորձել է պետք։ Վերցրեք։ Ո՞ւր են մեր հոթ-դոգները։ Ես գիտեի, որ ֆլեշի հոթ-դոգները համով են, բայց որ այսքան ինձ ուղղակի բրդեցին, հանեցին։ Մենք գտնվում ենք 3-րդ փուլում, որը կոչվում է անփույթ գնդակը։ Այս փուլում գնդակը ամեն կերպ փորձելու են գնել գետնին, իսկ մասնակիցները պետք է պահեն բալանս եւ չթողնեն, որ գնդակը դիպչի հատակին։ Վերջնական նպատակը այն է, որ գնդակը տախտակների օգնությամբ իրար փոխանցելով գցեն զամբյուղի մեջ։ Եթե գնդակը ընկավ, թիմը ստիպված կլինի ամեն ինչ սկսել նորից։ Ինչպես տեսնում եք, բոլորը միասին են աշխատելու ու հույս ունեմ, որ կունենանք հաղթողներ, որովհետև քիչ-քիչ քչանում են։ Առաջին թիմ պատրաստ ենք։ Այո! 3, 2, 1։ Ձեզ տեսնեմ։ Դայ կարակ, ուղիղ պայք։ Հեն։ Եկեք։ Մյուսը։ Ուզում եմ խանգարեմ, որ ես գնամ Disney-ը։ Գցեցին։ Գնդակը ընկավ գետին, դա նշանակում է, որ նորից ենք անում այնքան մինչև գնդակը հայտնվի զամբյուղի մեջ։ Գնացինք, առաջ։ Զգույշ, կարակ։ Ուշադիր, դանդաղ, չենք վռազում։ Էլի ընկավ գետին, չենք շտապում։ Գցեցին։ Դու գնդակը։ Երեխեք եք ու պարտում են, դու գնդակը։ Չէ, երեխեք կարամ ես գնամ Disney-ը։ Դու գնդակը, չէ երգեցի կարնեմ, դու։ Խանգարում եմ երեխեքին, այդ տենց։ Դանդաղ արեք, դանդաղ։ Համարյա, զգույշ։ Հիանալի է, ապրեք։ Համաձայն եք, որ Լիլիթը իրան վատ է պահել։ Երեխեքի գնդակը խիեշ գողացել։ Երեխեք, որ ես գնամ Disney-ը, ձեզի մեծ կտարեմ։ Լիլիթ, էլ տես բան չանես։ Լավ, էլ տես բան չեմ անի։ Լավ, այս փուլում ներենք Լիլիթին։ Երեխեքը ներեցին քեզ, բայց էլ չանես։ Գնդակ գողանալ, էլ չտենամ Լիլիթ։ Երկրորդ թիմ, պատրաստ ենք։ Ձեզ տեսնեմ, պետք է 2 րոպեից արագ լինեք, որ առաջին թիմին հաղթեք։ 3, 2, 1։ Սկսեցինք։ Դավայ։ Այն ձեզ տեսնեմ։ Եկան։ Չենք գցում, ընտիր ամեն ինչ, զգույշ։ Նորից, գնացինք, ձեզ տեսնեմ։
Խանգարում ես Լիլիթ։ Երկար օրենք ունեցել դու հաստատ հոգնած կնես, քեզ հայկոն։ Խանգարում ես Լիլիթ։ Ես քո մասին եմ մտածում։ Երկար օրենք ունեցել դու հաստատ հոգնած կնես, քեզ հայկոլա եմ բերել։ Օ, ինչ է գիտես իմ սիրելինա։ Միշտ դուք խաղում եք, ես Լիլիթի հետ վայելեմ Հայկոլան։ 3, 2 ենք գնացինք։ Ահեն, այտա։ Զգուշ։ Նորից, 3, 2 ենք, շարունակենք։ Ահեն, զգուշ։ Ահեն, դանդաղ։ Այո! Վերջապես։ Ապրեն երեխեքը։ Երեխաների հաջողության կենացը։ Պատրաստ եք։ Ամեն ինչ կախված է երրորդ թիմից։ Տեսնենք երրորդ թիմը քանի րոպեում կարողան անել։ Եթե դանդաղ լինի երրորդ թիմը, ամեն ինչ կարող է փոխվել։ Տեսնենք ինչ է մեզ սպասում առջևում։ Գնացինք։ Երեխեք, դուք վերջին երրորդ թիմն եք։ Պատրաստ եք։ Պետք է հնարավորինս արագ լինեք։ Գիտեք չէ որ 2 րոպեում գցեք, հաղթելու եք։ Պատրաստ ենք։ Այո։ 3, 2, 1։ Ընտիրա։ Այո, ոսի լավ են խաղում։ Ոսի լավ են խաղում։ Յակամից։ Չեմ հավատում 15 վայրկյան։ Չեմ հավատում մի անգամից 15 վայրկյան, էս ինչ ուժեղ եք խաղացել։ Հաճար ասեմ թմայնի խաղացել ընդ բանոսել ենք իրոք։ Ապրեք, տեսնում եք, որ թմային եք խաղում, ինչ լավ է լինում։ Արա 15 վայրկյանում դուք կարողացաք գցել։ Բոլոր թմերին անցել են առաջ։ Գնանք արդյունքները հայտարարելու եւ տեսնենք, թե որ թիմն է մեզ լքում։ Պատրաստ եք լսել արդյունքները։ Առաջին թիմը անցավ 2 րոպե 16 վայրկյանում։ Երկրորդ թիմը անցավ 2 րոպե 57 վայրկյանում։ Եվ երրորդ թիմը անցավ ընդամենը 15 վայրկյանում։ Դա նշանակում է, որ առաջին եւ երրորդ թիմերը անցնում են հաջորդ փուլ եւ ցավում եմ երկրորդ թիմ, բայց դուք դուրս եք մնում խաղից։ Ապրեք շատ, որ մասնակցեցիք Հավատա քեզ Games-ին, մյուս անգամ կգաք ու կհաղթեք։ Միակ է ժողովուրդ ես ինչ ակա, ով ես դու։ Կարոժնի։